Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Քննարկենք հարցեր կապված Թուրքիայի հետ, ինչպես հայտնի է Թուրքիայի Անտալիա քաղաքում մեկնարկել է հերթական միջազգային դիվանագիտական համաժողովը, որին մասնակցում են Հայաստանի արտգործնախարարը, փոխարտգործնախարարը, Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման հարցերով հատուկ ներկայացուցիչ եւ խորհրդարանի փոխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, նաեւ տեղեկատվություն տարածվեց, որ այդ համաժողովի շրջանակներում Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները պանելային քննարկմանը հրապարակային կմասնակցեն Փորձենք հասկանալ, սա կարող է արդյոք բերել ինչ-որ մի ընդհանուր հայտարարի կամ փորձ արվի բերելու ընդհանուր հայտարարի եւ ով ինչ է այստեղ ուզում կամ ուզելու։ Սա մի կողմից։ Մյուս կողմից էլ Թուրքիայի հետ կապված եւս մի հետաքրքիր զարգացում կա, որը անմիջականորեն շոշափում է մեր անվտանգության միջավայրը, դա Ադրբեջանի այսպես շեշտված ջանքերն են ուղղված նրան, որ հաշտեցնի Թուրքիային եւ Իսրայելին Սիրիայում, որտեղ նրանց միջև բախումը արդեն հատում է ռիսկայինի սահմանները։ Փորձենք հասկանալ։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավարում, սիրով ուզում եմ ներկայացնել։ Մեր այսօրվա հյուրն է թուրքագետ, արևելագետ, Թուրքիայի քաղաքականության հարցերով փորձագետ, ակադեմիկոս եւ պրոֆեսոր Ռուբեն Սաֆրասյանը։ Բարև ձեզ, պարոն Սաֆրասյան, շատ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարև ձեզ, պարոն Մեհրաբյան, ես էլ շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Սաֆրասյան, այս անցուդարձին դուք հետևում եք, ձեր գնահատականը ինչ կա նախ հայ-թուրքական այսպես այդ process-ում, կա արդյոք process, թե սա հերթական այսպես ժեստերն են, մթնոլորտը, դրական մթնոլորտը սնուցող հայտարարություններ, որոնց տակ կարծեք, թե ընթացք չի նշմարվում, թե այնուամենայնիվ ինչ-որ շարժել կա, ի վերջո ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Սերդար Քլչի այն հայտարարության վրա, որ անդրադառնալով Հայաստանի սահմանադրության հարցին, նա ուղիղ տեքստով ասում է, դա մենք դիտարկում ենք, իհարկե դա կարևոր հարց է Ադրբեջանի համար, մենք դիտարկում ենք դա որպես Հայաստանի ներքին գործ։ Ընդ որում սա այն հարցն է, որը Ադրբեջանը մեջտեղ է բերում իբր պատճառ, թե ինչու նա արդեն իսկ համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը չի ստորագրում Հայաստանի հետ։ Սա մեկ։ Եվ երկրորդը այդ Անտալիայի այդ միջազգային համաժողովը դիվանագիտական այդտեղ ինչ փորձ կարվի տարածաշրջանում ինչ-որ ընդհանուր հայտարար ձևավորելու երեք երկրների միջև, որոնց արտգործնախարարներին միատեղում են մեկ բեմի վրա եւ այդ հրապարակային պանելային քննարկում նախաձեռնելով եւ դա անում է թուրքական կողմը, հա։ Եվ իհարկե այս Սիրիայում Թուրքիա-Իսրայել բախումը կանխելու Ադրբեջանի անհանգստությունը եւ այդ նախաձեռնությունը իր մասով ինչ որ ընդհանուր հայտարար ձևավորել, քիչ առաջ էլ հայտնի դարձավ, որ Անտալիայում Ալիևը հանդիպել է Ահմեդ Աշ-Շարայի հետ։ Խոսենք այս հարցերի շուրջ, գանք սկզբից Հայաստան-Թուրքիա process-ից, համեցեք։ Պարոն Մեհրաբյան, տեսեք, իմ ընկալումը հետևյալն է, որ երբ որ մենք փորձում ենք հասկանալ Թուրքիայի դիրքորոշումը տարածաշրջանի ընդհանուր
գործերի նկատմամբ, հայ-թուրքական հարաբերությունների, հայ-ադրբեջանական հարաբերությունների նկատմամբ պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական գործոնը։ Իսկ աշխարհաքաղաքական գործոնը Թուրքիայի համար հիմա կարևոր է դառել։ Հիմա այն Թուրքիան չի, որ մի քանի տարի առաջ կար, երբ նա փորձում էր կոնկրետ ինչ-որ տարածաշրջանում մեր խնդիրներ լուծել։ Հիմա Թուրքիայի տեսադաշտը շատ ավելի ընդլայնվել է, մեծ խնդիրների առջև է կանգնած Մերձավոր Արևելքում, ուզում է ընդհանուր իր տեղը եւ դիրքը աշխարհում ուժեղացնել, մեծացնել, ավելի կարևոր դառնալ եւ դրա համար Հարավային Կովկասում Թուրքիային անհրաժեշտ է ներկա փուլում, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները հնարավորինս արագ կարգավորվեն եւ ստորագրվի հայ-ադրբեջանական պայմանագիր։ Եվ այդ պայմանագիրը ստորագրելուց հետո Թուրքիան հայտարարում է, որ կդիմի որոշակի քայլերի հարաբերությունները Հայաստանի հետ կարգավորելու առումով։ Ես կարծում եմ, սա այն մոտեցումն է, որ որդեգրել է Թուրքիան եւ սրանից չի հրաժարվի։ Բայց սրանից բխում է հետեւյալը, որ Թուրքիան շահագրգռված է, որ հնարավորինս արագ ստորագրվի հայ-ադրբեջանական պայմանագիրը, որ ինքը այն ստատուս կվոն մենք այս խնդիրը դες հետ քննարկել ենք, որ ստեղծվել է Հարավային Կովկասում, որ հիմա ավելի բարենպաստ է Թուրքիայի համար, դա ստանա իր այսպես վավերագրական հիմնավորումը, ձևակերպումը հայ-ադրբեջանական պայմանագրի տեսքով։ Իսկ Ադրբեջանի կողմից, երբ որ առաջ է քաշվում սահմանադրության փոփոխության խնդիրը Հայաստանում, ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ Ադրբեջանը ընդհակառակը շահագրգռված չի պայմանագիրը ստորագրել, որովհետև պարզ է, որ նույնիսկ եթե Հայաստանը գնա այդ ճանապարհով, դա երկար ճանապարհ է, տարիներ կտևի, 1 տարի, 1.5 տարի կամ չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում երկար ճանապարհ է։ Եվ ըստ էության Թուրքիայի ծրագրերը Հարավային Կովկասում իրադրությունը կարգավորել այնպես, ինչպես որ հիմա ինքը ցանկանում է իր համար բարենպաստել, զբաղվել այլ խնդիրներով ավելի կարևոր իր համար, չի իրականանա։ Դրա համար Թուրքիան ըստ էության, այսպես ասած, այնպիսի դիրքորոշում է որդեգրել, որը այսպես ասած դեմ է Ադրբեջանի մոտեցմանը։ Թուրքիայի համար կարևոր է, ինչպես ասեցի, հնարավորինս արագ, որ հայ-ադրբեջանական պայմանագիրը ստորագրվի։ Իսկ դա նշանակում է, որ պետք է մեջտեղից հանվի սահմանադրության հարցը Հայաստանի։ Եվ դա պետք է դիտարկվի որպես Հայաստանի ներքին խնդիր։ Ես կարծում եմ, այս աշխարհաքաղաքական ընկալումները Թուրքիայում հանգեցրել են նրան, որ Թուրքիան այդ հարցը չի կարևորում։ Եվ ես կարծում եմ, որ նման հորդորով նա հանդես կգա նաև իր կրտսեր եղբոր Ադրբեջանի առջև։ Իսկ դառնալով մեր տարածաշրջանում նոր ընդհանուր հայտարար, որը ոնց որ ձևավորելուն ուղղված Թուրքիան ինչ որ քայլեր է մատմատում, հա, եւ հենց Անտալիայում մեկ բեմի վրա հավաքելով 3 երկրների արտգործ նախարարներին, ինչպիսի ուրվագծեր եք այս ամենում դուք տեսնում, պարոն Սաֆրաստան։ Ես կարծում եմ, որ այստեղ պետք է մենք էլի փորձենք հասկանալ Թուրքիայի ներկա աշխարհաքաղաքական ընկալումները կապված Հարավային Կովկասի հետ։ Մենք արդեն ձեզ հետ արձանագրեցինք, որ Թուրքիան առանձնապես հիմա շատ հետաքրքրված չի Հարավային Կովկասով, դա մեկ, եւ երկրորդը Թուրքիայի համար կարևոր է, որ Հարավային Կովկասում գործընթացները, որոնք պետք է գնան կամ գնում են, լինեն իր, այսպես ասած, նախաձեռնությամբ։ Ես կարծում եմ, այս նախաձեռնության խնդիրն է, որ փորձում է լուծել Թուրքիան կազմակերպելով Անտալիայում 3 հարևան երկրների Հայաստան, Վրաստան, Ադրբեջան արտգործնախարարների հանդիպումը։ Իհարկե, շատ բան սպասել այդ հանդիպումից իմաստ չունի, բայց միայն այն փաստը, որ նման հանդիպումը կազմակերպում է Թուրքիայում Անտալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումի շրջանակներում, Թուրքիայի համար կարևոր է, որ ինքը հաստատի իր, այսպես ասած,
տեղը նոր տեղը, որ ինքը ձեռք է բերել Հարավային Կովկասում, որպես գործընթացները նախաձեռնող եւ ուղղորդող մի ուժի կենտրոն։ Ես կարծում եմ սա է Թուրքիայի նպատակը, եմ կրկնում, որ ես որևիցե իրական արդյունք այդ հանդիպումից չեմ սպասում։ Եվ պարոն Սաֆրոսյան, մենք տեսնում ենք նաև Ադրբեջանի ջանքերը, իր հարթակում հասնել եթե ոչ հաշտության, ապա ինչ-որ ավելի կանխատեսելի հուն տեղափոխել թուրք-իսրայելական հարաբերությունները։ Մենք հաղորդագրության հետ ծանոթ ենք, ըստ որի այդ փորձը ոնց որ թե չստացվեց, երկրորդն էլ է նախատեսվում, եւ մենք տեսնում ենք Թուրքիայի դժկամությունը ընդհանրապես այդ նախաձեռնության հետ կապված, ընդհանուր մինչև այն, որ Բաքու թռչող իսրայելական պատվիրակության համար փակել է իր օդային տարածք եւ թույլ չի տվել եւ իսրայելցիները մի մեծ այսպես շրջան են կատարել ինքնաթիռով, որ հասնեն Բաքու։ Այստեղ խոսքը Սիրիայում այդ բախումը թույլ չտալու մասին է, բախում, որի ահագնացող հնարավորության մասին Իսրայելում արդեն մամուլում բաց աղբյուրները գրում են բաց տեքստով։ Համեցեք։ Ես կարծում եմ այդ հանդիպման հետևում կանգնած են Ամերիկայի Միացյալ Նահանգները, որտեղ եւ Թուրքիան եւ Իսրայելը հանդիսանում են Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնակիցներ։ Առանցքային։ Մանավանդ Իսրայելը վերջին շրջանում մենք տեսնում ենք ինչպիսի մեծ այսպես կարտ բլանշ է ստանում Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Եվ նա շահագրգռված է, որ այդ երկու դաշնակիցների միջև հարաբերությունները չհասնեն այնպիսի սրացման մակարդակի, որ արդեն իրական վտանգ ստեղծի ռազմական բախման երկու երկրների միջև։ Եվ ընդհանուր առմամբ փորձ է արվում ամերիկացիների միջև, ամերիկացիների կողմից այդ երկու պետություններին, այսպես ասած, հաշտեցման ճանապարհի վրա դնել։ Դա մեկ, երկրորդը, ես կարծում եմ, որ այն հարթակը, որ Ադրբեջանն է դարել այդ հարթակը հանդիպման համար, առաջարկել է Իսրայելը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքը Ադրբեջանի հետ ունի այդպիսի այսպես բավական խորը դաշնակցային հարաբերություններ եւ այլն, եւ նաեւ հաշվի առնվել այն հանգամանքը, որ Ադրբեջանը Թուրքիայի կրտսեր եղբայրն է եւ Թուրքիան համաձայնություն կտա, որ լինի դա Ադրբեջանում, եւ այդպես էլ եղել է։ Սա երկրորդ թեզը։ Երրորդը ես կարծում եմ, որ Ադրբեջանն էլ ինքը Ալիևն էլ մեծ ուրախությամբ է համաձայնվել, որ Ադրբեջանը դառնա հարթակ, որտեղ նա էլ ունի այդպիսի խնդիր իր տեղը եւ դիրքը գոնե տարածաշրջանում ինչ-որ ավելի տեսանելի դարձնելու համար։ Ամբիցիաները Ալիևի մոտ գնալով ավելի մեծանում են։ Եվ այդ ամբիցիաների հենց իրականացման ճանապարհներից մեկն էլ հարթակ դառնալն է այդպիսի հանդիպումների համար։ Տեսեք, Էրդողանը ամբիցիաները շատ մեծ են, նա Թուրքիան է ուզում բոլոր դեպքերում հնարավոր եւ անհնար դարձնել հարթակ տարբեր կոնֆլիկտային իրադրությունների շուրջ քննարկումների համար, Թուրքիան որ հանդես գա միջնորդ եւ այլն, իհարկե շատ ավելի մեծ մասշտաբով։ Ալիևն էլ իր ավակ եղբորս օրինակին է հետևում, իհարկե շատ ավելի փոքր մասշտաբով կապված այդ խնդրի հետ, որ մենք նշեցինք։ Եվ այո, կա հաղորդագրություն, որը ես կարծում եմ համապատասխանում է իրականության, որ անհաջող է անցել այդ հանդիպումը եւ չի հաջողվել կողմերին հարթել իրենց միջև գնալով ավելի սրվող այդ իրադրությունը Սիրիայում ուղղակի ռազմական բախման վտանգը գնալով դառնում է ավելի տեսանելի Թուրքիայի եւ Իսրայելի միջև։ Այնպես որ իմ ընդհանուր գնահատականը այո, համընկնում է ձեր գնահատականի հետ, որ հաջողություն չի բերել այս առաջին հանդիպումը, բայց գուցե այս գործընթացը շարունակվի, տեսնենք ինչ կլինի հետագայում։ Պարոն Սաֆրոսյան, եւ նաեւ կարևոր մի բան տեղի ունեցավ Կենտրոնական Ասիայում, որտեղ
Եվրամիությունը եւ Կենտրոնական Ասիայի հնգյակը, որից 4-ը թուրքալեզու պետությունների այդ կազմակերպության անդամ են, իսկ Թուրքմենստանը դիտորդ, ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր ստորագրեցին եւ այդ հռչակագրի կետերից մեկն էլ այն մասին էր, որ կողմերը բոլորի տարածքային ամբողջականությունը ճանաչում են եւ դատապարտում են հյուսիսային Կիպրոսի օկուպացիան փաստորեն եւ դա շոկ էր առաջացրել Թուրքիայում, թուրքական մամուլում, փոթորիկ եւ այդ փոթորիկն էլ նաեւ այսպես հղումով անցել էր ադրբեջանական մեդիա տիրույթ եւ այս ամենը ուղղակի հարցեր էր առաջացնում հենց Թուրքիայի ներսում, թե բա մեզ նման կազմակերպություն մեր ինչին է պետք, որ այսքան բան ենք անում, էլի չարչարվում ենք կոպիտ ասած։ Ձեր գնահատականը։ Իմ գնահատականը էլի փորձեմ ես երկու հարթության վրա ներկայացնեմ, այս անգամ սկսեմ ավելի այսպես մարտավարական հարթությունից։ Բանը նրանում է, որ ոչ մի երկիր այս աշխարհում, բացի Թուրքիայից, չի ճանաչել հյուսիսային Կիպրոսի այսպես կոչված հանրապետությունը։ Փաստը։ Թուրքական հանրապետությունը։ Այնպես որ Թուրքիան ինչքան էլ ջանքեր է գործադրում համոզելու համար իր դաշնակիցներին, առաջին հերթին իր կրտսեր եղբոր Ադրբեջանին, որ նա դա անի, չի անում այդ քայլը Ադրբեջանը, ինչ որ տարբեր տեսակի այսպես փոքր խաբեբայական ինչ որ բաներ է անում, բայց չի ճանաչում, նույնն էլ իհարկե Կենտրոնական Ասիայի թուրքական պետությունները, որտեղ ակնհայտ է, որ դա դուրս է ամեն տեսակի տրամաբանությունից եւ միջազգային հարթակում ստեղծված վերաբերմունքից այդ այսպես կոչված պետության նկատմամբ, որ Թուրքիան օկուպացրել է Կիպրոսի հյուսիսային հատվածի 1/3-ը եւ հայտարարում է, որ դա անկախ պետություն է։ Սա չի ճանաչվել եւ չի ճանաչվի ոչ մեկի կողմից, ինչքան էլ Թուրքիան ջանք է գործադրի, որտեղ վերջիվերջո Թուրքիան չի թելադրում աշխարհում ինչպես են զարգանում իրադրությունները տարբեր տարածաշրջաններում, նրանք զարգանում են իրենց տրամաբանության հիման վրա կամ էլ ավելի խոշոր ուժի կենտրոնների ազդեցության ներքո, այստեղ Թուրքիան անելիք չունի այս հարթության վրա։ Բայց կա նաև մեկ այլ հարթություն աշխարհաքաղաքական կապված Կենտրոնական Ասիայի հետ։ Իմ գնահատականներով այն նոր աշխարհակարգը, որ հիմա ստեղծվում է, կունենա մի տարածաշրջան, որը կլինի նոր ստեղծվող այս աշխարհակարգի հիմնական ուժի կենտրոնների միջև պայքարի բացի Աֆրիկայից, Աֆրիկան դնենք մի կողմ, Կենտրոնական Ասիան է, ես կարծում դառնալու հիմնական թատերաբեմը այն ուժի կենտրոնների, որ հիմա ստեղծվում են, դա Ամերիկայի Միացյալ Նահանգներն են, Չինաստանն է, Ռուսաստանն է, Եվրամիությունն է, պայքարի աշխարհաքաղաքական պայքարի թատերաբեմ եւ որոշ չափով կվերականգնվի այն երևույթը, որ 19-րդ դարում ի հայտ եկավ եւ անվանվեց մեծ խաղ։ Այն ժամանակ դա նշանակում էր մեծ բրիտանական եւ ռուսական կայսրությունների միջև պայքարը Կենտրոնական Ասիայի համար։ Հիմա այլի Կենտրոնական Ասիան պայքարի թատերաբեմ է, ուղղակի մասնակիցները ավելի շատ են։ Ես կարծում եմ այդ ընդհանուր առմամբ դա Եվրամիության ակտիվությունը այս տարածաշրջանում կապված է այդ մեծ խաղի հետ։ Իսկ կոնկրետ Եվրամիության համար Կենտրոնական Ասիան բացի նրանից, որ շատ կարևոր ռեսուրսների է տիրապետում, նաև գտնվում է Պեկին, Լոնդոն կամ Չինաստան, Եվրոպա այդ ճանապարհի առևտրական ճանապարհի շատ կարևոր հատվածում։ Իսկ հիշեցնեմ, որ առևտուրը Եվրամիության եւ Չինաստանի միջև ներկայումս կազմում է մոտավորապես 800 միլիոն, կներեք 800 միլիարդ դոլար տարեկան, այո 800 միլիարդ։ Եվ երբ որ հիմա արդեն ամերիկացիները որոշակի այսպես առևտրային պատերազմ են հայտարարել
աշխարհի շատ երկրներին, ես կարծում եմ, որ առևտուրը Չինաստանի եւ Եվրամիության միջև կտրուկ կաճի։ Այնպես որ Եվրամիության համար շատ կարևոր է Կենտրոնական Ասիան որպես տարանցիկ կարևոր տարածաշրջան, որի վրայով անցնում է այն կապը Եվրոպայի եւ Չինաստանի միջև։ Այնպես որ այս հարթության վրա էլ Կենտրոնական Ասիան ունի իր շատ կարևոր ռազմավարական նշանակությունը եւ երրորդ թեզը այս եթե նկատեցիք ես նշեցի այն ուժի կենտրոններին, որոնք պայքար են մղում կամ ավելի թեժ պայքար կմղեն ապագայում Կենտրոնական Ասիայում մեկը մյուսի դեմ եւ չնշեցի Թուրքիային։ Ինչու որովհետեւ Թուրքիան այո ստեղծել է թուրքական երկրների այդ կազմակերպությունը իր պանթուրքիստական դարավոր ծրագրերը փոխում է նոր պայմաններում, նոր ձևերով, փափուկ շատ դեպքերում օգտագործելով իրականություն դարձնել, բայց վերջիվերջո Թուրքիան չի պատկանում այդ ուժի կենտրոններին։ Նա իր նշանակությամբ ավելի ցածր է։ Եվ դրա համար նա այդ մեծ խաղի մեջ աշխարհաքաղաքական առումով իր տեղը չունի։ Իսկ ով ունի պարոն Սաֆրասյան։ Թե ինչի չի ստացվում դժվար։ Հա, իսկ ունի Չինաստանը, ունի Եվրամիությունը, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը կոնկրետ։ Այո, իսկ Իրանի եւ Հնդկաստանի շահագրգռվածությունը եւս այստեղ ակնհայտ է։ Ես կարծում եմ, որ Հնդկաստանը, որը իսկապես շատ արագ աճ է արձանագրում եւ հիմա աշխարհում հնայով 5-րդն է անցավ իր նախկին գաղութարար կայսրությունից Մեծ Բրիտանիայից, Մեծ Բրիտանիան 6-րդ տեղում է հայտնվել, ապագայում Հնդկաստանը կունենա ավելի մեծ աշխարհաքաղաքական նշանակություն աշխարհում տարիների ընթացքում, բայց հիմա դեռևս նա չունի այդ աշխարհաքաղաքական ազդեցությունը, որը կհամապատասխաներ նրա տնտեսության այդ բուրը զարգացմանը։ Նոր է Հնդկաստանը փորձում համաշխարհային ռազմավարություն մշակել, այն ինչ որ արեց Չինաստանը սրանից տարիներ առաջ։ Հա, 40 տարի առաջ, այո։ Մոտավորապես, այո։ Հիմա փորձում են Հնդկաստանը դա անել, բայց դա ժամանակ է պահանջում։ Ժամանակ է պահանջում, իսկ Իրանը տեսնում ենք ինչ լարվածության մեջ է գտնվում։ Եվ անորոշություն, այո։ Եվ անորոշության, չնայած ես կարծում եմ, որ վերջիվերջո լեզու կգտնեն ամերիկացիների հետ։ Այդ հազարամյա պարսկական դիվանագիտությունը այս դեպքում կաշխատի, լեզու կգտնեն որոշակի առումով եւ կկարողանան խուսափել այն հուժկու հարվածից, որ կարող են ստանալ Իսրայելի եւ իհարկե Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ Եվ ամփոփելով, պարոն Սաֆրասյան, մենք բազմաթիվ հարցեր եւ ասպեկտներ այս մեր քննարկման ընթացքում անդրադարձանք, դուք բոլորին այսպես ձեր տեսակետը հայտնելիս հղում եք անում աշխարհաքաղաքական փոփոխությունները, աշխարհաքաղաքական փոփոխությունները։ Բնականաբար ես հասկանում եմ դա այսպես խթանը այդ ամենի, այո, հանդիսանում է այն շեշտակի փոփոխությունը, որը մենք տեսնում ենք ամերիկյան քաղաքականության մեջ, որն էլ հանգեցնում է այդ դոմինոյի էֆեկտի, հա։ Եվ մենք տեսնում ենք, որ մենք դեռ ընդամենը ինչ նոր կլրանա 3 ամիսը, ինչ այս վարչակազմն աշխատում է եւ ներքին ուժերի այս դասավորությամբ դեռ մինչև 26 թվականի նոյեմբեր լինելու է այսպես, հա, այս ռեժիմում, այսպես ասենք։ Ինչպես եք դուք տեսնում այս իմաստով դեպքերի հետագա ընթացքը եւ դա ինչ անդրադարձ կարող է ունենալ մեծ վրա եւ ըստ այդմ մեր անելիքներն ինչպես եք տեսնում, հա, իհարկե գլոբալ առումով, էլի, համեցեք։ Պարոն Մերավյան, փորձեմ ձեր այս շատ ընդհանուր եւ շատ խորը հարցին պատասխանել հնարավորինս այսպես շեշտավորված բանաձևով այսպես բանաձևով փորձեմ տարբեր շերտերին անդրադառնալ բանաձևի տեսքով
Առաջինը ես կարծում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները իրականացնում են այն մեծագույն պոտենցիալը, որ ինքը ունի։ Մինչև այդ նա դա չէր իրականացնում։ Եվ այդ մեծագույն պոտենցիալը դա Ամերիկայի Միացյալ Նահանգների հզորությունն է, որը աննախադեպ է ներկայիս աշխարհում։ Եվ ինքը իսկապես իր ուժի միջոցով դարձնում է Ամերիկան ավելի մեծ, ավելի հզոր, ինչպես հենց ինքը Թրամփն է ասում։ Սա է հիմքում։ Դա մեկ, երկրորդը, եթե մի քիչ ավելի ցածր, ավելի շեշտի, բայց համամոլորակային աշխարհաքաղաքական, աշխարհառազմավարական շեշտի վրա իջնենք, ապա ես կարծում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմավարությունը մոտակա տարիներին կլինի հետևյալը. հնարավորինս խուսափել երրորդ համաշխարհային պատերազմի վտանգից, դա մեկ, երկրորդը, ինչպես դա կարելի է անել Ռուսաստանի հետ որոշակի համաձայնության գալով, եւ դրան մենք տեսնում ենք ամերիկացիները որոշակի հետաքրքրություն այդ ուղղությամբ ցուցադրում են, քայլեր են անում, հենց այսօր էլ Սանկտ Պետերբուրգի տեղ ունեցավ կարևոր հանդիպում, քայլեր են անում եւ կարծում եմ այս 25 թվականի ընթացքում որոշակի արդյունքներ մենք կտեսնենք, այսինքն Ռուսաստանը որպես վտանգ չեզոքացնել եւ երրորդ թեզը իմ մոտեցման դա հետևյալն է, հիմնական հակառակորդ ավելի երկարաժամկետ իրենց համար ամերիկացիներ համարում են Չինաստանին։ Չինաստանը Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ ռազմական առումով դեռևս վտանգ չի ներկայացնում, բայց առևտրական, տնտեսական առումով իսկապես վտանգ է։ Գիտեք, Ամերիկայում ասում են այն ինչ որ էժան ապրանք է, ամբողջ չինական է։ Եվ դա մոտ է ճշմարտությանը։ Հիմա այսպիսի շատ կոշտ քաղաքականություն վարելով Չինաստանի հետ տնտեսական կապերի բնագավառում ամերիկացիները մի կողմից փորձում են սահմանափակել Չինաստանի ազդեցությունը ամերիկյան տնտեսության վրա, ամերիկյան շուկայում եւ նախապատրաստել հետագայում արդեն Չինաստանի վրա ավելի մեծ ճնշում գործադրելու համար նաեւ ռազմադիվանագիտական առումով եւ ինչպես ասեցի Ռուսաստանին չեզոքացնելով որ Ռուսաստանը Ամերիկայի հետ շահագրգռված լինի հարաբերությունները կարգավորել եւ ինքը այս խաղի մեջ չմտնի։ Սա ամերիկյան ընդհանուր ռազմավարությունն է իմ ընկալմամբ։ Եվ այս առումով իմ կարծիքով ամերիկացիները շահագրգռված չեն լինի, որ հարավային Կովկասում իրադրությունը կտրուկ փոխվի մոտակա տարիներին, որովհետև նրանց համար առաջինը հարավային Կովկասը չունի շատ մեծ ռազմավարական նշանակություն, իհարկե կապված Իրանի հետ հարաբերությունների այդ սրացման փուլի հետ ունի որոշակի նշանակություն, բայց ռազմավարական առումով Ամերիկան այստեղ առանձնապես անելիք չի տեսնում փոքր տարածաշրջան եւ այլն, մեծավոր արևելքն է Ամերիկայի համար կարևորը, բացի Եվրոպայից իհարկե։ Այս առումով նրանք ակտիվություն առանձնապես այստեղ չեն ցուցաբերի, չեն փորձի փոխել աշխարհաքաղաքական ընդհանուր պատկերը, որ կա մեր տարածաշրջանում, իսկ որն է պատկերը, որը մինչև հիմա պահպանվում է ընկալումների մակարդակով տարբեր ուժի կենտրոնների մոտ, որ այստեղ այո Թուրքիայի դիրքերը ուժեղացել են, բայց դեռևս Ռուսաստանի, այսպես ասած, ընդհանուր ազդեցությունը հարավային Կովկասում պահպանվում է։ Եվ ինչպես ասեցի, ամերիկացիները չեն ձգտի այստեղ կտրուկ քայլեր անել, եթե իհարկե իրադրությունը էքստրաորդինար չլինի, որտեղ այլ կարևոր խնդիրներ են լուծում համամոլորակային առումով։ Եվ սա նշանակում է, որ իրադրությունը մեր տարածաշրջանում փորձ կարելի կոնսերվացնել, այնպես ինչպես որ կա։ Այսինքն Թուրքիայի որոշակի ուժեղացված դիրքերի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացը ավելի արագացնելու առումով եւ նաեւ Իրանին հնարավորինս հեռու պահելով այս տարածաշրջանից հարավային Կովկասից։ Ես կարծում եմ այսպիսի կլինի մոտակա տարիների քաղաքականությունը, ռազմավարությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների մեր տարածաշրջանում եւ դա բավական այսպես լավ հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանում
նոր այսպես ավելի զարգացած համագործակցության մթնոլորտ հաստատելու համար տեսնենք թե ինչպես կընթանան իրադարձությունները արդյոք կհաջողվի այս հակամարտություններով լի սուր հակամարտություններով լի դարաշրջանը հարավային Կովկասում թողնել ետևում տեսնենք Շատ շնորհակալ եմ պարոն Սաֆրասյան ձեր այս չափազանց կարևոր եւ հանգամանալից դիտարկումները եւ եզրակացությունները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար։ Բարին ընդ ձեզ։ Շնորհակալ եմ հրավերի համար, պարոն Մերանյան, հաջողություն ձեզ։ Ստացվում։ Հա մենք լսեցինք մեր գործընկերոջը ակադեմիկոս պրոֆեսոր թուրքագետ Թուրքիայի քաղաքականության հարցերով փորձագետ Ռուբեն Սաֆրասյանին իր դիտարկումները կապված Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացում, նորմալացման գործընթացում տեղի ունեցած վերջին իրադարձությունների, ինչպես նաև Թուրքիայի քաղաքականության հետ կապված վերջին նորությունների հետ։ Այսօր թերևս այսքանը հարգարժանտիկներ եւ բարոնայք կհանդիպենք Կիրակի օրը խաղաղություն եւ բարին ընդ ձեզ